Հարգելի հեռուստադիտողներ, արդյունի եթերում այժմ արդեն վերլուծությունների ժամանակն է եւ մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Օրվա լրահոսից մի տեսակ դժվարանում եմ, բավական հարուստ էր լրահոսը թե Միացյալ Նահանգներում, թե Հայաստանի Հանրապետությունում, չնայած հիմնականում, ինչու հիմնականում, չէ, այնտեղ է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը հանդիպումներն են տեղի ունեցել։ Հայ-ամերիկյան բանակցություններն են, այո, հերավար բանակցություններ էին դրանք, այո, նախնական առաջին։ Այո, բայց տեղեկատվությունը սուղ է, չունենք ոչ մի առանձնապես բան, որ կարող ենք ինչ-որ եզրակացություններ անել, այո, դրա համար եւ մնացածը գիտեք, այդ եկեղեցու հետ կապված իրադարձությունները հիմնականում որ երեք արդեն ժամը 5-ից սկսեց ու ամբողջ լրահոսը դա տարավ, բայց այդտեղ մեկնաբանելու բան չկա, կարծում բոլորը կարող էին տեսնել հարարցակվում էր ուրիշ եթերով, ոչ մի արդյունք էլ չկա, որ ասենք մեկնաբանենք կամ չմեկնաբանենք, որ ասեմ այո։ Փոխանցել են կոչը Գարեգինին, իսկ Գարեգին բանել իր հերթին ասել է, որ կոչ է անում 10 հոգևորականներին վերադառնալ իրենց կանոնական այդ կյանքին եւ դե ես հետ էի ասում, հենց խնդիրը դա որ նույն հոգևորականները այն իր կողմնակիցներից մեկը ասաց, որ այդ ձևը չկա իրեն հանելու, ցկյանը սա ասեց ընտրվում, հա, հետա բայց տելեգրամյան ալիքները տեսակ մի տարբերակ կա, որ այլ դավանափոխ լինի թե ինչ որ դե կամ հանգստի չի ուզում գնա, այսինքն կամ հավեր, հա, այսինքն կամ կյանքից պիտի հեռանա, այդ է ձևը, կամ մի տարբերակի կար, պիտի դավանափոխ լինի կամ ինչ որ այլ բան, ուրիշ բաներ սկսի քարոզել, հա, այդ տարբերակով արդեն չգիտեմ, հա, բայց մեծ հաշվով ուրիշ եղանակ չկա։ Այս տելեգրամյան ալիքներից մեկը այսօր հայտարարել էր, որ արդեն կարծես թե պիտի հեռանա, բայց հեռանալը չպիտի նշանակի, կգնա երևի Մոսկվա, եղբոր մոտ, բայց հեռանալը չպիտի նշանակի, որ ինքը պիտի հրաժարվի կաթողիկոսությունից, հեռվից կմնա իր պոստում, այսինքն նորից շարունակում, այսինքն լքի երկիր է այդ իմաստով հեռանա, հա։ Կլքի երկիրը, Մոսկվայում կմիանան նաև Մոսկվա ռուսական երկու թեմերը, այսինքն այդ դեպքում իհարկե լավ բան չի սա սպասում, KGB-ն է աշխատել այդ իմիջիայլոց ասեմ ցես, հա, այդ բանը այսինքն կոնկրետ հանելու մեխանիզմ չկա, հենց այդ է ես ասում, ես ուսումնասիրեցի մի փոքր խնդիր ուսումնասիրեցի, ազգային եկեղեցական ժողով պետք է հրավիրվի, բայց հրավիրողին այո, իր ինքը պետք է հրավիրի, ինքն էլ ուրեմն, չգիտեմ, անգամ որ ինքը հրավիրի ազգային եկեղեցական ժողով, գիտեք ինչ է, այդպիսի, այսինքն այնտեղ էլի մեխանիզմը, թե ոնց պետք է իրան հանեն, այդ էլ է բարդ, հասկանում եք, մի խոսքով այնտեղ այդ ազգային եկեղեցական ժողով հրավիրելն է պրոբլեմ, իսկ այդ որ դուք ասեցիք, եթե ինքը այդ ինչ-որ տելեգրամյալի գրել է, դա ընդհանրապես գիտեք ինչ է, դա ինքը ուղղակի կարա թողի գնա, այսինքն իրան ոչ մեկ էլ չտեսնի, կոպիտ ասած, իրան չկարողանա ոչ մեկ հանի, այսինքն օֆիցիալ ինքը շարունակի մնալ ամենայն հայոց կաթողիկոս ու վտարանդի կաթողիկոս։ Այո, վտարանդի կաթողիկոս, բայց պրոբլեմն է, որ չեն էլ կարող տեղը մարդ նշանակել, հասկանում եք, դա խնդիրը, այսինքն հետաքրքիր բանը, այդ իմիջիայլոց ձեր ասածը որ ասեցիք, առաջի բանը որ մտքիս եկավ, դա կարծես ավելի շատ սպառնալիքի նման էր, որ եթե շատ անեք ես կթողնեմ կգնամ Մոսկվա ու դուք ընդհանրապես ոչ մի բան չեք կարող անել, քան ինչ որ այլ բանի, հա, դա ավելի շատ սպառնալիքի նման էր։ Դե այդ պայքարը դա ես այդ է ասում, որ սա ես էլ եմ նայում ուզում հասկանամ ոնց է ավարտվելու, որտեվ Գանք ուրեմն ուկրաինական թեմային, Ուկրաինային աջակցության Եվրոպայում այսօր նիստ էր հրավիրվել, երկօրյա նիստ, վերջնական արդյունքին տեղյակ չեմ, բայց որ ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ իրենք այստեղից չեն հեռանա, մինչև հստակ գործողություններ չնախանշվեն եւ հստակ ծրագիր չլինի Ուկրաինային աջակցության։ Օրբանն էլ ասում է, որ մինչև սկսվելը Հունգարիայի ընդդիմադիր, այսպես ասենք, նախագահը հայտարարում է, որ եթե ինքը վետո չդնի, դա նշանակում է, որ ինքը միանալու է պատերազմի աջակցությանը։ Ուրեմն այնտեղ հիմա քննարկվում է ինչ տարբերակով պետք է տան, ուրեմն Օրբանը նամակ էր հղել Պուտինին 1-2 օր առաջ, թե այդ որ սառեցված ակտիվները ըստ էության հավերժ սառեցրեցին,
այսինքն մինչև Պուտինը պատերազմից հետո ուրեմն կվճարի ռեպարացիաներ, այսինքն պարտքը կվճարի, բայց մնում է խնդիրը, թե ոնց կարողանան հիմա այդ գումարը տրամադրել Ուկրաինային։ Սա ամենաբարդ հարցն է եւ ամենակարևոր հարցերից մեկը, որ Միացյալ Նահանգները այդ գումարը, որը գտնվում է Եվրոպայում հիմնական մասը, այդ գումարը սարքել է բանակցությունների առարկա հենց Պուտինի հետ։ Որում խնդիրը հետևյալն է, որ Զելենսկին հետաքրքիր մի բան ասեց, եթե մենք այդ գումարը հիմա այսպես պահենք, ցանկացած, այսինքն անգամ եթե ինչ որ process լինի, ենթադրելով, այսինքն ենթատեքստը այդ է, պատկերացնենք վաղը ինչ որ խաղաղության բան է կնքվում, փաստաթուղթ է կնքվում, Պուտինը այնպես է անելու, որպեսզի այդ գումարը չհասնի Ուկրաինային։ Ամեն ինչ անելու է այնպես պայմանավորվի, որ այդ գումարը, այսինքն ուղիղ չհասնի Ուկրաինայի տնօրինմանը։ Դրա համար Զելենսկին ասում էր, որ ագրեսորը պետքա վճարի, եվրոպացիները, որոշ լիդերներ ասում են ագրեսորը պետքա վճարի, բայց ցավոք սրտի կան նաև երկրներ, որոնք էլի Ուկրաինայի դաշնակիցն են, բայց չգիտես ինչու այո, այս հարցում ընդդիմանում են։ Ես մի փոքր հույս տալիս են, որ հիմա այս process-ի գլխին կանգնած է Ֆրիդրիխ Մերցը, իսկ մենք գիտենք Գերմանիայի կշիռը Եվրոպայում, այսինքն այս process-ը ինքն է կազմակերպում, որպեսզի ընդ որում այս process-ի հիմքում հետևել, այո, ինչ որ այնտեղ Բելգիան մտահոգություններ ունի, բայց Մերցը ասում է, դա Բելգիայի պարտքը չի, դա Եվրոպայի պարտքն է դառնում, եթե Պուտինը կփոխհատուցի, մենք այս սխեմայով կսարքենք, հա, եթե Պուտինը կփոխհատուցի Ուկրաինային, մենք էլ Եվրոպայով բոլորով կվերադարձնենք կոպիտ ասած այդ գումարը, հա, այս տրամաբանությամբ, բայց պարզա որ Պուտինը չի փոխհատուցելու, հա, ենթադրաբար ու պարզա որ դրա վերադարձնելու կարիքն էլ չի նելու մեծ հաշվով, բայց այստեղ եվրոպացիները առաջ են տանում բա մեր հեղինակությունը, որպես այդպիսին, բա եւ այլ այսպես շարունակ, ընդ որում հետաքրքրական է, որ ալտերնատիվ ֆոր Դոյչլանդ կուսակցություն կա, որ Պուտինի ուրեմն սիրած կուսակցությունն է Գերմանիայում, ուրեմն եւ իրենք ակնհայտ պուտինիստ են, էլի, այսպես ասած, ասել են, որ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուրեմն Հիտլերի, ուրեմն ակտիվները, ֆաշիստական Գերմանիայի ակտիվները չեն խլվել եւ այլն, ուղղակի հետաքրքրական այն է, որ Պուտինի կուսակցությունը սիրելի Պուտինին համեմատել է այս օրինակով առանց այո, ֆաշիստական Գերմանիայի հետ։ Սա շատ հետաքրքիր է, որտեղ մի քանի օր առաջ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայում մեծ աղմուկ էր բարձրացել, որ Ֆրիդրիխ Մերցը ուրեմն խոսեց եւ համեմատեց այս պատերազմը ֆաշիստական Գերմանիայի պատերազմի հետ եւ Գերմանիայում որոշ մասաներին դա դուր չեկա, որ դե կոռեկտ համեմատություն չի եւ այն այսպես շարունակ եւ նաեւ դա ասում էին, որ վերլուծաբանները, որ Մերցը կդառնա քննադատության առարկա ուղիղ այսպես համեմատելու համար Պուտինին Հիտլերի հետ, ուղիղ ասած, այսինքն նա համեմատում էր ուղիղ, եւ այլն։ Բայց հիմա ըստ էության Պուտինի սիրած կուսակցությունը հասկանալով թե չհասկանալով շատ ճիշտ միջոց Պուտինին համեմատեց Ռուսաստանը այսօրվա համեմատեց Հիտլերի հետ։ Իդեպ չեմ մոռանամ երկրորդ մասում մի շատ կարևոր բան ասեմ։ Հիմա պիտի գնանք գովազդային դադարի։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Դա փոքրիկ բան։ Արգելի հեռուստադիտողներ, շարունակելու ենք ռուս-ուկրաինական թեման, բայց Արմենը
նոր հիշատակեց դեպքը 2 օր առաջ տեղի ունեցած Մոսկվայում չէ, Ռուսաստանում, Մերձ Մոսկովիայում բնակավայրում երեխայի սպանությունը դպրոցում, մենք էլ ենք այդ նյութը ներկայացրել։ Այո, ես ճիշտ ասած 2 օր առաջ իմ ալիքում տվեցի, բայց ես այսինքն այն ժամանակ դեռ հայտնի չէր, ես գլխարկի այդտեղ ինչ որ ֆաշիստական ատրիբուտիկա էր մոտը հայտնաբերվել, նացիստական, ֆաշիստական գրառումներով, որ ամենամեծ լավ ռասան Ռուսաստանն է, պետք է օրինակ հարտահայտություն կա, չէ՞, խփել հրեաներին սովետից եկած էլի, դե սովետը ամենամեծ անտիսեմիտական, հակասեմիտական երկիրն է եղել, ուրեմն որ ռուսների ռասան չգիտեմ, ամենաառաջինն էլ այսպիսի բաներ էր գրած եւ այդ հողի վրա փաստորեն բարձում հրեա չի, դուք տվել եք ես այդ էինք խոսում, տաջիկ է երեխան եւ Տաջիկստանի դեսպանատնից փաստորեն կանչել են եւ այլև այսպես շարունակ, բայց դա էական չի, հրեա թե տաջիկ է։ Էականը, այո, որ ռասիզմն է խորանում, սա արդեն ռասիզմ չի, սա արդեն ֆաշիզմ է, որ իրանց ազգը արդեն բարձր են դասում մյուս ազգերից, հասկանում եք, որ միակ ճիշտը իրենք են, մնացածը կարելի է սպանել ուղղակի, ոչնչացնել մաքրել։ Ռուս աշակերտը սպանել է 3-4 դասարանցի երեխային եւ ընդ որում ներողություն էլ ասեմ, նախորոք ասացին, որ իրենք գտել են տեղեկություն, իմացել են, որ ինքը նախապես իմացել է այսինքն այո, հետաքրքրվել է, իմացել է 15 տարեկանը սպանել է 9-10 տարեկան երեխայի, սա կատաստրոֆա է եւ ընդ որում ճշտել է, որ տաջիկ է, ես ուղղակի նորից կոչ անենք մեր Ռուսաստանի հայերին, որ իրենք այսինքն տեղեկանան այս իրավիճակի մասին, որովհետև այս հələ սկիզբն է։ Հələ այդ 800,000 արդեն կիսահիվանդ ֆաշիստները, որոնք Ուկրաինայում մարդ են սպանում, տեսեք, ես անընդհատ հետևում եմ պատմություններին։ Պատերազմից վերադարձողները, ուրեմն դուք չեք պատկերացնի, վերադարձածների, ուրեմն արդեն վերադարձածների հետ կապված 1000 սպանության կամ սպանության փորձի ուրեմն դեպքեր կան։ Միայն սպանության եւ սպանության փորձի Ռուսաստանի ներսում։ Այդ չեմ ասում, պատկերացրեք, որ հիմա այդքան մարդ շատ չեն թողնում հետ գա, չերն են հետ գալի։ Իսկ հիմա արդեն կոնտրակտն են ստորագրում, որ միջև SVO-ի վերջը ընդեղ է լինում, հա։ Դե վիրավորներ են գալիս, հա, բայց հետո դե պատկերացրեք ինչ է կատարվում, մարտասպանին բանտից հանում են, գնում է SVO, հետո 15 օրով արձակուրդ են տալի, գալիս է մեկին սպանում է, մեկին բռնաբանում է, հետո նորից բռնում են, նորից ասում է, ես դե այնտեղ SVO-ի եմ, ասում են չկա, նորից այդ մարդուն տանում են պատերազմի, այսինքն դուք չեք պատկերացնի, տոտալ ու չեք պատկերացնի ինչքան այդպիսի հիվանդ մարդ է հետ գալու, ես ասում եմ, այդ համարյա չեն հետ եկել սենցա, պատկերացնում եք 700-800,000 այդպիսի մարդ հետ գա Ռուսաստանի չա կատարվել։ Դե բոլոր պատերազմները ոչ միայն քաղաքականությունն, այլ սոցիալական լուրջ խնդիրներ։ Եվ մի բան ասեմ, այո, այդ շատ հետաքրքիր պատմություն է, որ ընդհանրապես թե ոնց են զոմբիացրել իրանց մարդկանց, որ չգիտեմ կոպիտ ասած մի կտանքների մասին պատմություններ, դուք չեք պատկերացնի դա ինչ դաժանություններ է, ես ուղղակի չեմ կարող կրկնել ուրեմն թե ինչ կտանքների մասին պատմությունների, ոնց են կանանց վերաբերվել, ոնց են զինծառայողներին հենց մորթել հենց բանում, այն աստիճանի հասցրել, որ մահացել են հենց հարյուրավորները ուղղակի հենց ռուսական բանտում, մի խոսքով դա էլ պատմություն է, բայց արագ ավարտենք թեման, սա ինչով է կարևոր, սիգնալը հետևյալը, ուրեմն Ռուսաստանից ակտիվները վերցնել փոխանցել Ուկրաինային, դա Պուտինին հասկացնելա, որ Ուկրաինան ունի միջոցներ առնվազն 2 տարի էֆեկտիվ պայքար մղելու Ռուսաստանի դեմ, իսկ ահա Պուտինի հիստերիան կապված է նրա հետ, որ արդեն սկսում են բոլոր տնտեսագետները լրջագույն հենց իրենց Ռուսաստանի, ասում են, այդ կառավարվող տարիները վերջացան։ Հիմա սկսվում է անկառավարելի շրջան, թե ինչպես կգնա, ոչ մեկ չգիտի, այսինքն շատ անկանխատեսելի եւ վտանգավոր շրջան, ըստ Պուտինը այդ ժամանակը չունի։ Եվ դրա համար էլ հայտարարում է 2 օր առաջ էր, թե այո, տեսակ, ինքը հիստերիայի մեջ եվրոպացիներին վիրավորեց, ասեց մենք մեր նպատակի, այդ սա պրոպագանդա, էլի սուտ խոսածքը, էլի Կուպյանսկին նկարեք, ցե Կուպյանսկը Զելենսկին նկարվեց, հիմա իրանք գնում են ուրիշ տեղերը նկարում են, ասում են մենք Կուպյանսկ ենք, Տոդուր, Կուպյանսկուր, այսինքն տեսեք, ստերի հավաքածուն աշխատում են Տրամպի վրա, իրենք պարտվել են, բայց իրենց պարտությունը կոծկելու համար այսպիսի բաների մեջ են հասկանում, որովհետև չեն կարող պատասխան տան իրանց ժողովրդին, չեն կարող կանգնեն, որ պատասխան տան, ասեն իսկ ինչի համար է այս ամեն ինչը, եթե դու սենց պետք է աներ, հա, կոպիտ ասած։ Դրա համար ինքը հասկանում է, ինքը ավելի շատ վախենում է ոչ թե այն մարդկանց, ովքեր դեմ էր պատերազմից, ինքը ավելի շատ վախենում է այն մարդկանցից, ովքեր ասում են պետք է Ուկրաինան վերցնենք մեր ազդեցության տակ ընկնի, այդ ուռա պատրիոտների, ոնց է դրանց հարցերին պատասխանել, ինքը չգիտի։
Իսկ իջվեր Մեր ժամանակ քիչ մնաց, եկեք անդրադառնանք նաև փաստին, որ առաջիկա հանգստյան օրերին նորից Մայամիում հանդիպելու են Ումերովը եւ Վիտկոֆն ու Քուշները։ Տեսեք, Ումերովը կլինի ով կլինի ուկրաինական պատվիրակություն ասենք, որտեղ դե հիմա նենց է, որ տարբեր հարցերի հետ կապված կարող է պատվիրակությունների կազմերը փոխվեն, այդ կայական չի։ Ռուսները կարող է գան Մայամի, ասենք, ուկրաինացիները, բայց խնդիրը հետեւյալն է, որ արդեն պարզ է, որ ռուսները տրամադրված չեն այս համաձայնությունը ընդունելու։ Եվ Զելենսկին հստակ այդ մասին ակնարկեց, եւ ավելի կարեւոր բան ձեզ ասեմ, Զելենսկին հիմա Եվրոպաներում է, ուրեմն նախ այցելեց Բելգիայի վարչապետին, տեսավ այդ հարցերը քննարկեց, հիմա Լեհաստանում իդեպ փայլուն միտք ասեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ասեց, եթե այսօր մենք Ուկրաինային չօգնենք, վաղը արյունով ավճարելու Եվրոպան, շատ հետաքրքիր հայտարարություն արեց եւ ասեց դա կատակ չի, որտեղ Լեհաստանը առաջի թիրախն է լինելու։ Դրա համար իրավիճակը հետեւյալն է, բայց կարևորը ինչ է բանակցություններից։ Բավականին փոխել են այնտեղ Ուկրաինայի օգտին եւ Զելենսկին ասաց մի պարզ բան, որ Ուկրաինան չի զիջելու, այսինքն ինչ որ հարցերով անվտանգության հարցերով ասեց, հիմա չեմ ուզում խոսեմ, տարբեր բաներ կա, Ուկրաինան չի զիջելու, ասեց կապրենք, կտեսնենք ոնց կարձագանք են մեր ամերիկյան գործընկերները, որտեղ իրանցից դեռ արձագանք ես չունեմ, բայց ասեց Դոնբասի հարցը տարածքի, դա այն որոշելիքը չի, մյուսի դա եւ ասեց ես չեմ պատրաստվում սահմանադրություն փոխել Ուկրաինայում, ասեց ժողովուրդը պետք է փոխի։ Մի խոսքով կներեք արագ ասեմ, երկու տարբերակ կա։ Կամ Տրամպը հիմա ճնշում է գործադրում Պուտինի վրա, կամ Տրամպը ճնշում է գործադրում Զելենսկիի վրա, կամ Տրամպը սկսում է նոր ինչ-որ երկու կողմանի հայտարարություն անել, բայց արդեն Սկոտ Բեսենտը եվրոպացիներին կարծես ասել է, որ պատրաստվում են նոր սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Ես էլ մեր այստեղ Միացյալ Նահանգներում բնակվող հայրենակիցներին հիշեցնեմ, որ մինչև վաղը ժամը 1-ը դեռ կարող եք բեռները, ծանրոցները ձեր ուղարկել Հայաստանի Հանրապետությունում ապրող ձեր հարազատներին, դրանք եթե մինչև վաղը ժամը 1-ը տանեք, ապա անպայման ամանորից առաջ կհասնեն նրանց, հակառակ դեպքում մեկից հետո ավելի լավ է չգնաք, հիշեք վաղը մինչև ժամը 1-ը, ամսի 19-ին մինչև 1-ը։ Իսկ այսօր մեր հանդիպումն ավարտվեց, վաղը Վանչի Բողջյանի YouTube-յան լայվն է, մենք վաղը դարձյալ կհանդիպենք ուղիղ եթերում։ Ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։